Սրտանց փարթանք Տիրոջը, սիրելի քույրեր, մի հետաքրքիր թեմայի մասին եմ ուզում խոսամ, որ Պողոս Առաքյալը գրում է իր ծխսերից մեկի մեջ։ Նայի, ապա չերևցածներուն, քանզի իվրցած բաները ժամանակավոր են, բայց չերևցածները հավիտենական։ Սա գրած է 2 Կորինթացիս 4 գլուխ 18 խոսք, նորից եմ կարդում։ Մենք երևցած բաներին չենք նայիր, հապա չերևցածներուն, վանզի երևցած բաները ժամանակավոր են, բայց չերևցածները դե մարդը ունակ է երևցած բաներին նայելու, որտեղ իրան շատ է հետաքրքրում երևցած բաները, իր չերևցած բաները նայելու համար պետք է հոգևոր աչք ունենան, հոգևոր աչք։ Այսօր շատերը հոգևոր աչք ունեն, դրա համար չեն փոխվում։ Ինչքան ուզում ես քարոզի չեն փոխվի։ Ինչքան ուզում ես խոսա, ես երկար տարվա հավատացյալ եմ, շատ եմ տեսել շատ հոգիներ։ Հոգևոր աչքերը, որ ուսավորված չի, նրանք չեն կարող հոգևոր մարդ դառնան։ Ինչքան ուզում ես քարոզի, ինչքան ուզում ես համոզի, ինչքան ուզում ես օգնի նրանց, նրանք հոգևոր մարդ չեն դառնա։ Հետաքրքիր է, մոգերը, որ եկան Երուսաղեմ, աստղ տեսան, չէ՞։ Հիմա մենք էլ ենք հավատացյալ, տենց աստղ չկա, որ երևա մենք եթանք Հիսուսին գտնենք, բայց կա այդ աստղը։ Այդ աստղը իր խոսքն է։ Քո աչքերը լուսավորող Աստծո խոսքում էսպիսի համարներ կա գրած։ Ես ուզում եմ այդ համարները կարդամ։ Այդ լույսը տեսնելու համար, տեսեք ինչ է գրած գրքի մեջ։ Վանզի կյանքի աղբյուրը քո կողքով թե քո լույսով լույսը պետք է տեսնենք։ Տեսեք ինչ է գրած։ Քո լույսով պետք է լույսը տեսնենք։ Սա գրված է Սաղմոս 36:9։ Քո լույսով պետք է լույսը տեսնենք։ Եվ տեսեք, հոգևոր մարդիկ նրանք են, որոնք այսպիսի հայտնություններ են ունենում նրանք։ Նայեք ինչ է գրած։ Քո խոսքի հայտնվելը լույս է տալիս ինձ։ Եվ միամիտներ իմաստուն է տալի։ Ուրեմն խոսքի հայտնվելը մարդին նոր լույս կտա։ Ինչքանով ես դու կապված Աստծո խոսքի հետ եւ աղոթք ես անում, որ այդ խոսքը հայտնվի քո հոգում։ Այսօր շատերը կարդում են նույնիսկ Սուրբ Գիրքը անգիր են անում, բայց աչքերը կույր է հոգևոր աչքը, որտեղ այդ հոգու աչքը բացողը Աստծո խոսքն է։ Սա 119-130 խոսքներ կարդացի, մի հատ ուրիշ համար եմ ուզում կարդամ էլի Սաղմոսներից, շատ հետաքրքիր բաներ կա գրված գրքի մեջ։ Քո լույսը ճշմարտությունը ղրկի։ Այսինքն իր խոսքը, իր ճշմարտությունը ղրկի ասում է։ Անոնք ինձի առաջնորդեն ինձի զիս հանեն քո սուրբ լեռդ քո բնակարանդ։ Սաղմոս 43:3-ը քո լույս ու ճշմարտությունը ղրկիր ինձ։ Նրանք կարան առաջնորդեն։ Ուր են առաջնորդելու։ Անոնք առաջնորդեն ինձի զիս հանեն քո սուրբ լեռդ եւ քո բնակարանդ։ Եթե լույսը չեկավ քո հոգու աշխարհը, քո հոգու աչքերը չբացվավ, նայեք, ինչքան կարևոր է հոգու աչքերը բացվելը։ Օրինակ Եփեսացիս եկեղեցին հավատք ուներ, սեր ուներ, բայց տեսեք, ինչի համար անհանգստանում Պողոսը, ինչի համար անհանգստանում էս մարդը։ Եփեսացիս 1 գլուխ 15 խոսքից։ Ու ես ալ երբ լսեցի Տեր Հիսուսի վրա ձեռնացած հավատքը, բոլոր սուրբերեն ձեռնացած սերը։ Հավատքը կա, սերն կա, բայց տեսեք ինչ է գրում Պողոսը։ Չեմ դադարում ձեզի համար գոհություն անել ձեզի մաղոթներից մի հիշելով, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը փառած Հայրը տածե իմաստության հայտնության իր հոգով, որպեսզի սրտերիդ
աչքերը լուսավորվելով նրանք հավատք ունեին, սեր ունեին, բայց խորը լուսավորվելու կարիք ունեին։ Գիտնակ ինչ անոր ձեզ կանչելու հույսը, ինչ է անոր ժառանգության փառքին ճոխությունը սուրբերի մեջ, ինչ է իր գերազանց մեծություն հավատացյալ մեջ իր կարող զորության գործադրությունով, զոր Քրիստոսի վրա գործ դրավ եւ զանիկա մերեն հարուց նստեցից աջ կողմը երկնքի մեջ։ Ինչքան խոր բաներ կա ստեղ, եթե նայում ենք ուշադիր։ Լուսավորուսին, նրա հարության զորությունը, նրա կյանքը, նրա փառավորությունը։ Այսօր մարդը չերևցած բանը չտեսավ, նա կույր է։ Դրա համար շատ հավատացյալ են կույր են, դրա համար փողը երևեցող բան է, շահը, լավ մեքենա, լավ տուն, փառքեր, ճոխություն։ Հիշեր ցերեկ վազում է դրա հետևից, նա չի էլ հասկանում, նրա հոգու աչքերը չի տենում երկինքը։ Մովսեսը, լնայեք այս մարդի լուսավորության աստիճանը ցույց տամ ձեզ։ Տեսեք այս մարդի լուսավորության աստիճանը։ Հավատքով երբ Մովսես մեծացավ, հավատքով ծնվավ, մեծավ, չընդունեց փարավոնի աղջկա որդի Սվիդը, որ թե չարչարվիր, քանց թե մեղքի ժամանակ զվարճությունը վայելել։ Եվ ավելի մեծ հարստություն սեպեց Քրիստոսի նախատինքը, քան Եգիպտոսի գանձերը։ Այնտեղ ինչքան բանվորներ կային, լիքն էին, որ սաղոր սարքում են բաներ, տանջում են, նրանց զրկում են եւ այլն։ Այդ մարդիկ դուրս եկան Եգիպտոսից, բայց չհասկացան ինչ են թողում։ Նրանց աչքերը կույր էր։ Բայց չերևցած բանն է տենում։ Քրիստոսի նախատինքը այնքան հարստություն է ցույց տալի իրան այդ լույսը, որ իրան չի հետաքրքրում Եգիպտոսի գանձերը։ Այսօր շատերը Եգիպտոսի գանձերի ստրուկն են։ Եվ հավատացյալների շատերն եմ ասում, լուրջ եմ ասում սա։ Մարդը կամ Աստծու ծառանա, կամ սատանայի մեղքի ծառանա։ Գրքում գրած է, կամ մամոնայի ծառանես, կամ Աստծու։ Մարդը չի կարող երկու ծառ լինել։ Մեկին պետք է ատի, մյուսին սիրի։ Մենք, եթե մեր հոգու աչքերը չբացվավ, ես 20 քանի տարեկան էի, բայց Աստծո խոսքը հայտնվել էր իմ հոգու աչքերը բացել էր։ Ինձ համալսարանի 5-րդ կուրսից հեռացրեցին, մնացա 2 ամիս դիպլոմ ստանայի։ Երես ասեց, արա ինչ աղմաղ էշ մարդ ես դու։ Մարդել 2 ամիսից հետո դիպլոմ ստանար։ Մարդիկ ախ են անում համալսարանի հետ 60 քանի թվեր։ Իրար հետ բաղ էինք ասի, պապ մի հատ վերև նայի։ Ասեց ինչ կա վերև այդ տղա։ Ասի Հիսուսի կողը տուն եմ ստացել։ Արա դու գիշ ես, ինչ տուն, ինչ բան, ինչ երկինք։ Ես այդ տունը տենում էի։ Դրա համար ինձ գերում էր երկինքը։ Իմ աղբերները ինձ շատ հարուստ են եղել։ Մի հատ աղբեր եմ ունեցել կոմունիստի ժամանակ, որ այնքան հարուստ էր, որ վազքի մեքենա չէր պահում, հագնում ու շպրտում էր։ Այդ տղա ասեց, արի, մի ամիս իմ փողերը հավքի շատ են կողնում։ Ես քեզ գրանցում տամ Երևան տուն առնեմ, անենց ավտո առնեմ քեզ, որ Հայաստանում չկա։ Ես չգնացի, որտեվ իմ հարստությունը երկինքն է, Հիսուսն է, իմ հավիտենական տունը ընդեղ է։ Դու մոռացի ստեղի տունը, մոռացի քեզ, մոռացի ամեն ինչ։ Ինչի համար մոռանանք։ Իմի հարց եմ տալիս ես։ Լուսավորվա մեկ ինչ լուսավորվավ, բայց Սուրբ Գիրքը հետաքրքիր բան ասում, շատ զորավոր բան ասում։ Այնպես բան ասում, որ էսի շատերի խելքի բանը չի։ Ձեզ մե ամեն մեկը նույն միտք ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծո կերպարանք ունենալով հափշտակում ծեպեց Աստծուն հավասար, անձը ունայնացրեց։ Ծառայի կերպարանք արա մարդու նմանով հնազանդվա մահվան, էնել խաչի մահվան։
Եվ հաջորդ թղթում տեսեք ինչ ա գրած։ Հաջորդ թղթում ինչ ա գրած։ Բայց ինչ որ ինձի շահ էր, զանիկա Քրիստոս հիմա վնաս եպեցի։ Եվ իրա բոլոր բաներ վնաս կսեպեմ իմ Տիրոջ Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որ համար ամեն բաներ զրկվեցա, աղտեղություն կսեպեմ, որ Քրիստոս շահեմ, որ իրա մեջ գտնվեմ։ Մենք չենք եկել հավատալու Հիսուսին, մենք եկել ենք Քրիստոս շահելու։ Ամեն ինչ աղբ համարի։ Քեզ էլ հետը միասին։ Գործիր չես գտնի։ Եղբայրներ քուրեր, հավատքը խաղու բան չի։ Կամ մեռի ես աշխարհի համար, մեղքի համար մեռի, կամ ապրի Աստծո համար։ Եթե չես ու մեռնել, Աստծո համար չես ապրի։ Եդամական պարտեզում սատանան կարողացավ մարդին մերցնել Աստծո համար, կենթանացնել մեղքի համար։ Հիմա եկել ենք հավատքի, պետք է մեռնենք մեղքի համար, մեղքը չի վերանում։ Մենք պետք է մեռնենք։ Մեռնել նշանակում է նրա հետ կապ չունենալ։ Մեռնել մեղքի համար։ Խաչվել, Պողոս Սարաքյալը, հին մարդը հասկացան խաչվավ Հիսուսի զորությամբ, բայց ասում է, ես Քրիստոսի հետ խաչ ելա, անձնա խաչում ես մարդը, որտև այդ անձնա ղեկավարում հին մարդը, անձը պետք է խաչվի, որ շահի Քրիստոս։ Եղբայրներ քուրեր, մեր աչքերը պետք է բացվի, մեր աչքերը պետք է լուսավորվի, այն աշճան, որ երբ թողեց Մովսեսը Եգիպտոսը, երբ որ անտեսանելին տեսավ, պետք է բոլորիս աչքերը բացվի, անտեսանելին տենանք, փառավորվի նրա անունը, բացվի անտեսանելին տեսնես, հալելույա, փառավորեք նրան, եթե դու իմանաս ով է Հիսուսը, հələ մի հատ այս խոսքերը կարդամ լսի, Պողոսը բանտի միջից նամակագրում Տիմոթոսին հետերալ խոսքերը, որ մեզ փրկեց, ուշադիր լսեք, սուրբ կոչումով կանչեց, ոչ թե մեր գործերի նայելով, հապա նախասան շնորհքի նայով, Քրիստոս Հիսով մեզի տրվեցավ հավիտենական դարերից առաջ։ Դու խաբար ես, այդպիսի անտեսանելի տեսել ես դու, հավիտենական դարերից առաջ, Պողոսի հոգու աշկերը բացվել էր, հավիտենական դարերից առաջ տեսավ Հիսուսի փափագը, դրա համար ամեն ինչ աղբ էր համարում, որ Քրիստոս շահեր, իրա մեջ ապրել, իրա զորությունը ճանաչել, իրա չարչանքներին հաղորդ լնել, որպեսզի մեռելներին հարության հասնենք, մենք չենք եկել հավատքի, լոկ հավատալու, մի կերպ եսին փրկվենք, թե չփրկվենք, մենք եկել ենք Քրիստոս շահենք, նրա մեջ ապրենք, նա մեր մեջ ապրի, փառավորեք նրան, Սուրբ Հոգին կենդանի աստեղ, Սուրբ Հոգին դրել է քո մեջ, որ քեզ հաստատի Քրիստոսի մեջ, Սուրբ Հոգին տվել է քեզ, չի տվել ընդամենը օտար լեզվով, հաստատի Սուրբ Հոգու մեջ, կարդամ լսի, այդ նույն Պողոսը հաջորդ աղոթն անում, առաջի աղոթքից հետո երկրորդ աղոթն անում, տեսեք ինչ անում։ Այսօր համար ծունկի վրա գալով մեր Տեր Հիսուս Քրիստոս, ծունկի վրա գալով, ոտի վրայով աղոթք ուրիշ է, ծունկի վրա գալով աղոթք ուրիշ է։ Ուրկե ամեն ազգատում երկնքի մեջ երկրի անուն կառնե, կաղաչեմ տա ձեզի իր փառքին ճոխության չափով, զորությունով հաստատվել իր հոգով ներսի մարդի մեջ, որպեսզի Քրիստոս հավատքով ձեր սրտերի մեջ բնակվի, դուք սիրով արմատացած հաստատված ըլլաք։ Երկրորդ հաջորդ աղոթն անում, չի աղոթում, որ մի քիչ աչքերը լուսավորվի, աղոթում է, որ նրանք Սուրբ Հոգու զորությամբ հաստատվեն ներսի մարդի մեջ եւ Քրիստոս քայլի է տաճարում։ Այս տաճարը Հիսուսին է, այս տաճարը ամբողջությամբ պատկանում է Հիսուսին։ Դու ով ես որ վերցնես, վաճառես Հիսուսի ունեցածը, նա գնել է քեզ, դու իրան ես պատկանում, դու իրավունք չունես քեզ պատկանելու,
Նա քեզ համար մեծ քին է վճարել, որ նա ապրի քո մեջ։ Փառավորեք այդպիսի Աստծուն, որ նա մեզ տվել է իր հոգին։ Չի տվել հոգին ընդամենը աղոթելու, տվել այդ հոգին, որ մեր հոգին հաստատի Սուրբ հոգուզորությամբ ներսի մարդի մեջ։ Հալելույա, հալելույա։ Փառավորեք նրան։ Այս շնորհքը, սա Աստծո շնորհքն է, որ ուզում է Տերը հայտնի քեզ, բացի քեզ, ինչու քո աչքերը չի լուսավորվում, ինչու օրեօր չի լուսավորվում, որովհետև քո ուշք ու միտքը ուրիշ տեղ է։ Ես նորից եմ կրկնում, ոնց անենք, որ լուսավորվի, այդ քայլերը մի քիչ բացատրեմ, անցնեմ առաջ։ Մարդը գալով հավատքի, ես հիշում եմ այսօրվա պես, առաջի անգամ ինձ տվեցին Մատթեոսի ավետարան կարդալու, ես ասես ինչ է, ես համասան սովորող մարդ եմ, ես ինչ է, որ չկարդամ։ Կարդացի, վերջացի ավետարանը, մի օրում կարդացի։ Գնացի եղբայրներին ասին, Պավել եղբայր, կարդացիր ավետարանը։ Ասիղա կարդած են, զատել չկա մեջը գրած ասի։ Այդ ասես, բան չկա մեջը գրած։ Ասի երկու անուն եմ հիսու, Հիսուս Քրիստոս, մեկ էլ Հովհաննես Մկրտիչ, ուրիշ բան չեմ հիշում։ Արա ինչ խելքով ես կարդաց այդ ավետարանը։ Ես ինչ ձև ես կարդացել։ Ասի բա համասան սովորող մարդ եմ, համասանում խելքով դի կարդամ, ոնց կարդամ։ Նույն ժամանակ պատասխան տվավ Հիսուսը, շնորհակալ եմ քեզ մի ով հայր Տեր երկնի, այս բաները ծածուկ պայեցիր, իմաստուներ են, գիտուներ են, տղոցը հայտնեցիր։ Դու երեխայի պես հավատալով կարդացել ես, ասի չէ։ Բայց երեխայի պես հավատաց, որ բացի քեզ։ Ես սկսեցի երեխայի պես հավատալ։ Եվ գտա մյուս համարը։ Հիսուս տղամը կանչեց իրեն, Զանիկա մեջտեղ կանեցուց, սավ, ճշմարիտ կսեմ ձեզ, եթե դարձի չգաք, տղոս պես չլակ, երկինքի թարգավորություն բնավ չեք մտնի։ Մենք մեկ քիչ ավետարան ենք կարդում, մեկ քիչ զարգանում է մեր ուղեղը, սպասավոր ենք լինում, քարոզիչ ենք, այդ մանուկ փիջակը շպրտում ենք, այնպես պետք է չի սա։ Մեծամիտ, եկեղեցի բաժնող, այս խմբից են փող վազնող եւ այլ եւ այլ։ Այդ մարդն ենք դառնում, ուրիշ մարդ չենք դառնում։ Ես այդպիսի բաներ շատ եմ տեսել այս կյանքում։ Հիմի ասում եմ դի աղոթես, Պավել, որ դու երեխա դառնաս։ Երեխայի պես հավատաս Հիսուսի ամեն մի խոսքի։ Ես խորը համոզված եմ, մարդը ոնց հավատքով ընդունում Աստծո խոսքը, այդպես էլ ապրում է։ Ես կարդում եմ Սուրբ Գիրք։ Սուրբ Գրքում գրած է, բոլոր մարդիկ սուտ են։ Ուրեմն Պավել, եթե դու սուտ ես, դու ոչ թե միայն սուտ ես, այլ ստության մայրաքաղաք ես։ Եվ ես երկար կարդում եմ այս համարները, բայց չէի հասկանում ինչի է գրած այդ խոսքերը։ Եթե ես սուտ եմ, ստության մայրաքաղաք եմ, այս խոսքերը բացվավին։ Ստությունը ատեցի ու անարգեցի։ Հիմի Պավել, եթե դու ստության մայրաքաղաք ես, եթե քեզ չես ատում, չես անարգում, դու իմ հետ գործ չունես։ Կարդամ։ Ստություն ատեցի անարգեցի, բայց քո օրենքը սիրեցի։ Եթե քեզ չատես, չանարգես, Աստծուն չես կարասի։ Կարող ասեմ, Պավել եղբայր ջան, դու հին ուխտում ես կարդում, հələ նոր ուխտում էլ կարդա, տենա մտես բանկած, հետ չկա գրած։ Էլի կարդամ, եղբայր ջան, նոր ուխտում կարդամ։ Ան, որ իր անձը կսիրե, պիտի կորցնե։ Զանիկա, ան, որ իր անձը այս աշխարհի մեջ կատի, հավիտենական կյանքի համար պիտի պահե Զանիկա։ Հովանի 12:25-ը մի ուրիշ տեղ էլ կարդամ։ Եվ անոնք հաղթեցին Գառնուկի այրունովը, իրենց վկայության խոսքովը, եւ իրանց կյանքը չսիրեցին մինչև հիմա։ Դու որ սիրեցիր քո կյանքը, այս աշխարհի կյանքը սիրեցիր, դու քրիստոնյա չես դառնա։ Չես դառնա։ Քո աչքերը չի լուսավորվի։ Եվ շարունակենք այդ երեխա դառնալու process-ը։ Շարունակենք։
Ուրեմն մեկդից քելով ամեն չարություն, ամեն խաբեություն, կեղծավորություններ, նախանձ, ամեն չարախոսություններ, նորացին մանուկների պես բանական անխարդախ կաթին փափագեցեք, որպեսզի անով մեծանաք մինչև փրկությունը։ Այս խոսքը վերաբերում է Պետրոսին, թե չէ որ գրել է ինքը։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 1-2 խոսքեր։ Սա նորացին մանուկ, ինչի է գրած նորացին։ Նորացին մանուկը քանի փափագ ունի։ Մոր կաթը, մոր գիրք, ուրիշ փափագ ունի, խաղալիքների փափագ ունի։ Ոչ մի փափագ չունի, չէ։ Հիմի դու այնքան դիփոքրանաս, որ Հիսուսի գրքից, Հիսուսի անխարդախ կաթից ուրիշ փափագ չունես առավոտ կանուխ զարթնես։ Ով ասել զարթնում, ով առավոտ կանուխ վեր կենում, եւ իր փափագը ավետարանն, Աստծո խոսքն, աղոթն է։ Նորացին մանուկի պես ուրիշ համար կարդամ։ Ուրիշ համար կարդամ։ Իսկ ես արդարությամբ տեսնեմ քո երեսը, երբ արթնամ, քո դեմքից պիտի կշտանամ։ Քանի տարի ես արթնամ, մի օր կշտացել ես, մի անգամ գոնե։ Դա դեմքից կշտացել ես արթնանալուց։ Որտեղ նա է կյանքը։ Այս աշխարհում կյանք չկա։ Նա է երջանկությունը։ Այս աշխարհը չունի կյանք երջանկություն։ Անիկա իրեն հարողներին, այս համարը կուզեմ մտնի բոլորի սրտի մեջ, գրվի բոլորի սրտի մեջ։ Անիկա իրեն հարողներին կյանքի ծառը, զինք բռնողները երջանի կլան։ Առակաց 3:18, Առակաց 3:18։ Էսի գրվից է սրտի տախտակները, որ ձեր աչքերը լուսավորվի, ավելի խորը լուսավորվի, անտեսանելին տեսնենք, Քրիստոսի նախատին կլինի մեր հարստությունը, Քրիստոսին շալը լինի մեր հարստությունը, փառավորեք նրան, փառքես Հիսուս, դու երեք այսօր հավիտյան նույն ես, փառավորեք նրան, նա կենդանի ստեղ է, նրա հոգին ներկա է մեր մեջ, եւ ուզում եմ ես օրհնել, ուզում եմ ես բժշկել, ուզում եմ ես լուսավորել, ասում եմ լույս ու ճշմարտությունը ղրկիր, ինձ քո բնակարանը տանեն, քո խաչին հանեն, Հիսուս ջան, Հիսուս ինչ ասե, ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը, որտեղ 2-3 հոգյավակվեք, ես ձեր մեջ եմ, իր նմանը չկա այս աշխարհում, բացվի մեր աչքերը, անտեսանելին տեսնենք, երևցած բաներին մի նայեք, խեք նայում, որտև երևցած բաները արժեք ունեն քո համար։ Իսկ Քրիստոսի, հələ տեսենք, Պողոս հետաքրքիր է, այս մարդը մեր նման մարդ է եղել, չէ՞։ Գիրքերի ենթակա մարդ է, այս մարդը դենանք ինչն է։ Անոր համար հավներ եմ ես տկարություններիս, նախատինքներիս, տառապանքներիս, հալածանքներիս, նեղություններիս Քրիստոսի համար, ոնց եւ տկարանամ այն ատեն զորավորեմ։ Այս թվաց բաներից որն ես հավնում։ Մեկը կա որ հավնում ես։ Ես խորը համոզված եմ, շատերը չեն էլ հավնում ես խոսքերը։ Ես իրանց պետք չի հավնեն։ Երկու բառ են ասում քո ասեին, արդեն չարանաս, դատես, բամբասես, այդ էլ լավ սիրում ես։ Բայց Պողոս ասում է, ես իրա վերքի նշանները կրում եմ։ Ինչ յանալի մարդ է այս մարդը։ Ինքն էլ Հիսուսի սուրբերի սպանող մարդ է եղել։ Ես եղելա լացելով ասել եմ, Հիսուս ջան, քո սուրբերի սպանողին հոգևոր մարդ դարձրիր։ Ես քո սուրբերին չեմ սպանել, բայց սպանելու հատկություն ունեմ։ Ինձ էլ փոխի էլի։ Քեզ հետ ուզում եմ մեկանալ։ Չեմ ուզում ես ապրել։ Ուզում եմ դու ապրեսի մեջ, դու քայլեսի մեջ, ես երբեք ապրել չեմ ուզում, Հիսուս օգնիր, որ փոքրանամ, միշտ երեխա դառնամ, քո դեմքից կշտանամ, փառավորվի Հիսուսը, փառավորվի Հիսուսը, նա շուտով գալու է, պատրաստվենք նրա գալուն, խաղաղություն չկա, կործանում, սպանում, երկաշարժեր, քամիներ, ջրեղեղներ, տոեսիմ ինչեր ասես չի կատարում երկագնդի վրա, և մարդիկ իրան են սպանում, մորթում են, և
հիվանդությունները տարածված, ինչքան հիվանդանոցներ կան, լեփ-լեցուն են հիվանդներով, մեռելներով։ Օրեկան ես իմ քանին միլիոն մարդիկ են մեռնում։ Օրեկան, եթե օրեկան, մի նոր մեկը ասեց մի վարկյանում, չգիտեմ քանի մարդ է մեռնում։ Եղբայրներ, քուրեր, մեր նպատակն է Հիսուսը, որ երկնքում հայտնվի, մենք պատրաստ լինենք հափշտակության։ Ամեն ատեն պատրաստ լինենք։ Թե միան մի վարկյանի համար մեկ այս աշխարհում տուն չունես դու հավիտյան, քո հավիտենական տունը ընդեղ է, քո հավիտենական ապական տեղ է, փառավորի նրան, որ դու հավիտենական տուն ունես Քրիստոսի մոտ։ Ես հավատում եմ, որ ինձ տուն ա տվել Հիսուս, իմ Հիսուս, հերս ասեց, խելա, ես էշ մարդ չես դու, ես ուրախացա, որ ինձ ես ասեց։ Այդ պատմությունը պատմեմ, ձեզ ու վերջացնեմ։ Ուրեմն որ ես ասեց, ասի պապ ջան, Երանի էշլնեի Հիսուսներ վրես նստեր։ Ես մի հատ այդ պատմությունը պատմեմ, մեր հոկտեմբերանի եղբայրներից մեկը նոր եկել էր հավատքի, մի քանի օրվա հավատացել, ես էլ 5-6 տարվա հավատքի մեջ եմ, եկավ մեր տուն, Մեղմադ ես ավարտել, ես էլ եմ ավարտել Մեղմադ, ինժեներ էր աշխատում ատոմնում, եղբայր ջան մի քիչ լավ բացատրեց, որ ես էլ լավ հոգևոր դառնամ, էլի, դու արդեն 5-6 տարվա ստաժ ունես։ Ասում եք քիչ գրագետավարի բացատրեմ, չնեղանա, էլի։ Ասի այ աղբեր ջան, ոնց որ աշխարհում կա դպրոց, ինստիտուտ, համալսարան, ակադեմիա, այստեղ էլ կա։ Այնց էս փոխում դառնես կար, էդի դպրոցն է։ Կար։ Չեմ ասում էծ ուլ, շուն, կատու, կար։ Պետք է փոխվես կար դառնաս, էդի դպրոցն է։ Քեզ կատ կտամ։ Հովները կհսկեն քեզ։ Դու կմեծանաս։ Երբ որ կար վիճակը անցնես, կդառնաս ոչխար, կընդունվես համալսարան ինստիտուտ։ Էդ էլ համալսարան ինստիտուտ, որ դառնես ոչքի Բանեսյանյան, քեզ կխուզեն, քեզ կարող է մորթեն, վերջը, էդ էլ համալսարան ինստիտուտն է։ Բաղ ակադեմիան քուրիները չեն կարող ընդունվի։ Ասեց ինչի, ասի, այնքան դի խոնարհելնես, էշի մակարդակի խոնարհել, որ Հիսուս նստի քո վրա, քեզ քշի, որտեղ հովիվը ոչխարի վրա չի նստում, այծի վրա չի նստում, նստում է էշի վրա, Հիսուսն էլ էշի վրա նստավ, գնաց Երուսաղեմ, հիմի Հիսուսը նստավ վրեդ, դու էշի խոնարհության մակարդակի հասար, կդառնաս լավ աղբեր, ասենց եկեղեցու էլ հեռացավ, սկի չմնաց եկեղեցու մեջ էլ, մի օր էլ եկել էր երիտասարդական եմ անցկացնում, Պավել եղբայր ջան, մի հատ աղոթեք դառնամ կար, էլի, ասի եղբայր ջան, դու կար դառնող չես, վերջ աղոթեցինք, բայց կար չդառավ, եղբայրներ քուրեր ջան, ես խորը համոզված եմ, ես կյանքի փորձ ունեմ, խորը համոզված եմ, աշխարհում երկու ձևի մարդ կա, եթե Կային Աբել չես, կարակ ասեք Աբելն ինչ էր արել, մի հատ սխալ կարակ Աբելի կողմը տենակ, մի հատ սխալ կար Աբելի կողմը, գարի պես մորթվավ, և առաջի երկին գնացող եղել է գարի պես մորթվող մարդը, եթե չլացես գար չդառնաս, ոչխար չես դառնա, ուլը մեծանալով ոչխար չի դառնում, ով որ գարա, և նորից եմ ասում, ես հետի սովորել եմ Սուրբ գրքից, այդ Աբելի Կայինի քարոզիչ եղել է վռնդված Ադամը, տեսեք, այս մարդը հավատաց, որ Աստված կա, և ամբողջ սրտով դառավ գար, Հիսուս փոխեց, եթե փոքրանանք, կամաց փոքրանանք, գար կդառնանք իսկական և ոչխարել կմեծանանք, իսկ եթե լավ եղբայրնենք, էշի մակարդակին կհասնենք, Հիսուսը կնստի մեր վրա, սա հոգևոր ճանապարհ է եղբայր, և դրա համար եսի սովորելով, ինչ անարգանք ինձի արել են, թե դրսից, թե ներսից եկեղեցու, չեմ կռվել, գարի պես, որտև ես գիտեմ, գարները շահում են Հիսուսին, երեխայի պես եղի, ինչ կասեն քեզ, երեխայի պես մի էլ հասկացի ինչ են ասում, դու նենց ատիկ ես, նենց առհամարիկ ես, որ ուրիշի ատելն ու առհամարանքը վրեդ չազդի, նենց ատիկ ես, նենց անարգի առհամարիկ ես, տեսեք որ աղոթքը,
Ես այդ աղոթները Սուրբ գրքից եմ սովորել եւ այդ աղոթները անում եմ, Աստված, տեսեք ինչ ասում։ Այս համարը կարդում եմ, ես էլ եմ կարդում, դու էլ ես կարդում։ Մարդու ամբարտավան աչքերը պետք է խոնարհին, մարդկանց հպարտություն ցածնա ու այն օրը միայն Տերը պետք է բարձրանա։ Հիմա եթե դու աղոթում ես, դու մարդ ես, Պավել եղբայր, հեչ որ չլի, գոնե մի տոկոս կարող հպարտ լինես, ամբարտավան լինես։ Ես լացով ասում եմ Տեր, իմ ամբարտավանությունը ցածրծրա, իմ հպարտությունը ցածրծրա, որտեղ միայն այդ օրն ես դու բարձրանում, ուրիշ օր չի բարձրանում։ Հիմա որ ես լացով, սրտանց ես աղոթ կանեմ, ես աղոթքը խիչ ես անում, արա ամեն օր, եթե դու հավատացյալ ես, արա։ Երկրորդ աղոթքը, Հոբ այդ ամբողջ տառապանք ապրեց, այս մեկ խոսքի համար, այս ամբողջ տառապանքրս այս մեկ խոսքի համար, քո վրայով ականջերով լսել է, բայց հիմա աչքերս են տեսնում, տեսեք, աչքերը տեսան ասում, անոր համար իմ անձս կառհամարեմ, հողի մոխրակ զղջամ, բայց մինչև այդ ում էր առհամարում ես մարդը, հրտենանքում էր առհամարում, բայց հիմա տարիքով ընձի պստիկ եղողները զիս ծաղր կանեն, որոնց հայրերը հոտերի շներու հետ դնել չէի հաճում։ Են մարդկանց երեխեքն Աստված ասե գնացեք հոբին ծաղրեք, Աստված է թույլ տվել են ծաղրում են։ Երկիրը արդարություն, ողորմություն, իրավունք կարող Աստված է, թողողը Աստված, ամեն ճարող Աստված է։